Ես երբ որ կարդում եմ այդ բաժինը Աստվածաշնչից, որը որ Սուրբ Հոգին է ինձ ցույց տվել, ես այդ մասում տեղադրում եմ իմ անունը եւ կարդում եմ այդպես, որ այդ բոլոր օրհնությունները իմը լինեն։ Եվ շնորհակալ եմ Աստծուն, այսօրվա դրության ունեմ շատ օրհնված զավակներ, ամեն մեկը իրենց մասնագիտություններով իրենց վաստակը ունեն, իրենց ընտանիքներն են պահում, այնպես չի, որ այսպես աշխարհային մեկ մարդիկ կան, որ դղյակներ են կառուցում, չգիտես ինչեր են անում, այդպիսին չէ, բավարար չափով, մեր Տերը մեզ օրհնում է մեր ամենօրյա հացով, մեր հագուկապով, եւ Աստծուն փառք տալով այդպես շարունակում ենք մեր երկրավոր կյանքի ընթացքը, մինչև որ այս մեր պանդխտության ավարտին հանդիպենք մեր հոգիների փրկչին, հարության Սուրբ Հիսուս Քրիստոսին ու վայելենք նրա հետ իր պատրաստած երկնային խնջույքը, հավիտենական ուրախությունը։ Հալելույա, շնորհակալ եմ, որ լսեցիր այս վկայությունը, հավատում եմ ու վստահ եմ, որ սա փոքր-ինչ կշարժի քո հավատքը, որ երբևէ երբ որ աշխարհիկ ինչ-որ մի մարդ այս կամ այն հարցում կփորձի ծաղրել կամ ինչ-որ այնպիսի հարցադրումներ անել, որ դե եթե քո Աստվածը այդպես մեծ է, թող այսպես լինի, թող այնպես լինի, այո, մեր Աստվածը մեծ է եւ մեզ օրհնում է բոլոր տեսակի օրհնություններով, միշտ ունեցի քո շուրթերին այդ պատասխանը եւ թող այն դուրս գա քո սրտից, քո հոգուց, այսինքն քո սիրտը, քո հոգին թող միշտ լինի գոհությամբ, շնորհակալությամբ եւ միշտ այդ պատասխանը ունեցիր, երբ որ կհարցնեն, միշտ էլ պատասխանիր, որ այո, իմ Աստվածը մեծ է եւ օրհնում է, թե երկրավոր եւ թե երկնավոր հարստությամբ։ Շնորհակալ եմ, որ լսեցիր, եղիր օրհնված, թող փառավորվի եռամեկ Աստված, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեր բոլորիս սրտերում, մեր բոլորիս կյանքերում եւ ամեն մեկս մեր կյանքի այսպիսի հետաքրքիր հրաշքներն ու վկայություններ